հնարավորություն ադրվել, որ ձեզ հետ կիսվեմ Աստծո խոսքով։ Ու գիտես, մի հետաքրքիր թեմայի մասին եմ խոսալը, որ բոլորիս ընտանիքներում կա, բոլորիս անհանգստացնում է։ Ու վստահ եմ քեզ դու կգտնես այդտեղ։ Գիտես, այսօր եթե դու կուզենաս ազատվել են ամենից ինչը մասի, որ կլսես, ուղղակի առաջ կգաս։ Մեր հովի հետ միասին, մեր ծառայողների հետ միասին կաղոթենք քեզ համար։ Ամեն։ Եթե կտեսնես այն ամենը, ինչ որ քեզ վերաբերվում էր, իրես առանց ամաչելու հետ արի, առանց ամաչելու առաջ արի։ Գիտես խի, որտեղ Աստվածաշնչում շատ կարևոր է խոստովանությունը։ Ամեն։ Շատ հաճախ մենք մեր մեղքը չենք խոստովանում, ինչ որ գեղեցիկ անուն ենք կպցնում այդ մեղքին, բայց մեղքը զզվելի է։ Պետք չի մեղքին ինչ որ գեղեցիկ ու ժամանակակից անուններ տալ։ Շնությունը շնությունա, սպանությունը սպանությունա։ Գիտես, եթե քեզ կգտնես այն ամեն կետի մեջ, որը որ կկարդանք այսօր միասին ուսումնասիրենք, ուղղակի կխնդրեմ, որ առաջ գաս։ Եթե իհարկե ուզում ես, որ այդ ամենը քեզանից հեռանա։ Ամեն։ Պարտիրոջ է, գիտես, իմ խոսքը վերնագրել եմ քանդել կապանքները։ Ու վստահ եմ, որ ամեն մեկից կա ինչ-որ մի կապանք։ Այսօր կդիտարկենք մի քանիսը։ Գիտես, ես վերջում այնպես ստացվա, որ իմ հորաքրոջը տարա հիվանդանոց, Երևանի մեծ հիվանդանոցներից մեկը, Երևանի հիվանդանոց։ Ու գիտես մի բան նկատեցի։ Ուզում եմ մեքենաս կանգնացնել հիվանդանոցի հայաթում, ինքը շատ մեծ ավտոկայանատեղի ունի, շատ մեծ։ Չգիտեմ, մի քանի 100 ավտոյի համար նախատեսված։ Ու գիտես տեղ չգտա կանգնելը։ Ինչի համար եմ ես ասում։ Գիտես տեղ չկար կանգնելը։ Դուրս եմ եկել հիվանդանոցից ահագին հեռու, որ մի հատ խանութի մոտ են կանգնել։ Գիտես մտա հիվանդանոց, դες հերթեր էին այնտեղ։ Հիվանդանոցում հերթեր էին։ Չգիտեմ մի քանի հարկանի է, որ հարկով ասում էր, այսպես միջանցքում մարդիկ նստած էին։ Լիք հիվանդներ։ Ու որ հիվանդանոց, որ ուզում ես գնաս, նույն պատմությունն է։ Բոլորը տառապում են։ Բոլորը հիվանդ են։ Բոլորը ինչ-որ մի խնդիր ունեն։ Բոլորը ինչ-որ մի բանով բռնված են, բոլորի կյանքում կապանք կա։ Ու վստահ եմ այստեղ այդ շատերիս կյանքում ինչ-որ հիվանդություններ կան։ Գիտես այնպես է, որ 30-ից հետո բոլորը ինչ-որ մի հիվանդություն ունեն, եթե ոչ ավելի շուտ։ Գիտես իմ սիրտը ցավում ասում եմ Տեր, ու մտա հորաքրոջս այդ մտանք այդ բժշկի մոտ, այնտեղ կողքի վրա եւս մի բժիշկ իր մոտ եկած մարդու գանգատներն էր լսում։ Այնքան բողոք, այնքան այդ մարդը հիվանդություն ներկայացրեց իր կյանքից։ Տեր ասում, այս մարդը համարը չի ապրում։ Ես այնքան հիվանդության անուններ ու այնքան դեղերի անուններ լսեցի այդ մարդուց։ Ասում եմ, Տեր, ես իմ տեղում չեմ գտնվում։ Քո խոսքն ասում է գնացեք։ Ավետարանեք։ Ձեռք դրեք եւ դևերը պիտի դուրս գան։ Եվ մարդիկ պիտի լինեն բժշկված։ Գիտես կապանքներ, հիվանդություններ, որ հոգևորների կյանքին էլ անպակաս են, որ մեզանից շատերի կյանքերում կա, կապանքներ, որոնք խանգարում են քեզ խաղաղ ու բժշկված ապրել։ Չէ՞։ Խաղաղություն, ամեն մտքից վերա, բոլորը երազում են խաղաղություն։ Որտեղից է գալիս մեր խաղաղությունը։ Անպայման Աստվածաշունչը պիտի բացի։ Եսայի 9:6 Հիմա կարդամ բոլորդ կոսենք ամենք այստեղը գիտենք Սուրբ ծննդյան լսել ենք Եսայի 9:6 Խնդրում եմ ուշադիր եղեք, ոչ մի բանով մի շեղվեք Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց Մեզ մի որդի տրվեց Եվ իշխանությունը կլինի նրա ուսի վրա և նրա անունը կկոչվի Սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր և ամենավերջինը խաղաղության իշխան։ Սա ում ծնունդի մասին է խոսքը։ Հիսուսի։ Գիտես Հիսուսի անուններից մեկը ինչ է, ամենավերջին կետը խաղաղության իշխան։ Եթե քո կյանքում չկա խաղաղություն, ուրեմն քո կյանքում բացակայում է Հիսուսը։ Ուրիշ ոչ մի ձևակերպում չեմ կարող այստեղ։ Եթե քո կյանքից հեռացել է խաղաղությունը, ուրեմն ինչ-որ միտեղ Հիսուսին չես թողում, որը մտնի։ Մի դուռ կա, մի անկյուն կա, որը նրան չի պատկանում։ Եվ սատանան այդ դռնով մնում ու գողանում է քո խաղաղությունը։ Դες խաղաղություն հավասար է Հիսուս։
ուրիշ ոչ մի ձևակերպով հոգեբանները չեն կարող քեզ խաղաղություն տալ։ Հոգեբանները չեն կարող բժշկեն քո հոգին։ Գիտես, եթե այդ վայրի անունը կոչվում է հոգեբուժարան, ես համաձայն չեմ։ Հոգեբուժարանը եկեղեցին է։ Հոգեբուժարանը այն մարդն է, հոգեբուժը այն մարդն է, ով գիտի թե ինչ է հոգին, ով ճանաչում է հոգուն, ով ճանաչում է Սուրբ Հոգուն։ Գիտես, այդ վայրը, այդ հիվանդանոցը ավելի շուտ հոգեբուժարան չէ, մարդկանց հոգիները, մարդկանց միտքը թմրեցնելու վայր է։ Հոգին բուժվում է եկեղեցում։ Հոգու մեջ խաղաղություն բերող Քրիստոսն է, որտեղ նրա անունը ինչ է կոչվում։ Խաղաղության իշխան։ Եթե քո ընտանիքում չկա խաղաղություն, սիրելիս, եթե դու քո ամուսինը խաղաղության խնդիր ունեք, քո երեխաների հետ խնդիր կա, ընտանիքի անդամների հետ խաղաղության խնդիր կա, ուրեմն այդ արանքում հարաբերությունների պակասում է Հիսուսը։ Կարաս ինձ հետ չհամաձայնվես, բայց ոչ մի բան չի փոխվի։ Մենակ քեզ վնաս կտաս։ Առանց Հիսուսի չկա խաղաղություն։ Գիտես, ու այսօր ինչ առիթի որ գնում ենք, բոլորս էլ մասնակցում ենք, չէ՞ տարբեր առիթների, չգիտեմ, հարսանիք, ծնունդ, կնունդ, բանակի քեֆ, առաջին կենացը, չգիտեմ, ամենակարևոր կենացներից մեկը խաղաղություն մեր երկրին, չէ՞։ Խաղաղություն մեր սահմաններին, մեր նպատակն է, մեր երազանքն է։ Խնդրում եմ հասկացի, որ առանց Հիսուսի քո երկրում խաղաղություն չի գա։ Խաղաղության ականիշը ինչն է։ Պատերազմը։ Մեր երկրում պատերազմ եղավ։ Ինչ է նշանակում, որ Քրիստոսը պակասում է մեր երկրին։ Կան աղոթողներ, կանք, մենք ենք, բայց գիտես այնքան կարևոր է, որ մենք աղոթենք մեր երկրի իշխանությունը ճանաչի Քրիստոսին։ Այնքան կարևոր է, որ մեր երկրում Քրիստոսը լինի, որտեղ առանց Քրիստոսի չկա խաղաղություն։ Երբեք Երանի չտաս այն գեղեցիկ զույգին, որ միասին քայլում են, գեղեցիկ շփտում են իրար, բայց Հիսուսին չունեն։ Իրանց կյանքում խաղաղությունը պակասում է։ Կապ չունի քո շրջապատում ինչքան հարուստ մարդիկ կան, ինչքան հարուստ ընտանիքներ կան, որոնց դու ասում ես ինչ ունեն պակաս։ Գիտես, եթե Քրիստոսին չունեն, իրանց մոտ ամեն բան կպակասի։ Իրանք գիշերը երջանիկ չեն պարկում քնելու։ Իրանք գիշերը հաշտ չեն պարկում քնելու։ Գիտես, այս կապանքը առանց Հիսուսի ապրելը կապանք է։ Սատանան թույլ չի տա, որ դու խաղաղ ապրես, որ քո ներսը հանդարտ լինի, որ դու պարկես ու մտածմունքները չխեղդեն քեզ։ Այդ ամենին հնարավոր է հասնել միայն Հիսուսի շնորհիվ։ Միայն նրան քո կյանք հրավիրելու շնորհիվ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Գիտես, երեխաները շատ հաճախ տեսնում են, որ չեն հնազանդվում իրաց ծնողներին, փոքր տարիքից անգամ։ Ու գիտես, այդտեղ կա խնդիր։ Սիրելի ծնողներ, պատրաստ եղեք։ Այսօր շատ բաներ եմ ասելու։ Գիտես, երեխաները հակաճառու չեն հնազանդվում ծնողներին։ Ինչ կա, վազդոր կա տեղ։ Դու զարմանում ես քո երեխայի մոտ ինչ-որ բնավորություն ես տեսնում։ Ինչ-որ մի բան, որ չէր անում ինքը առաջ։ Կա նման բան, որ փոխվել է։ Բայց եսի որտեղից է տեսել։ Եկա, ամենայիմ սպասված պահը։ Ամենայիմ սիրելի պահը, հիմա անդրադառնում ենք մանրակրկիտ։ Փառք Տիրոջը։ Գիտես, ես կետեր եմ առանձնացրել ու խնդրում եմ ուշադիր եղեք։ Երբեք երեսպաշտությամբ չվրաբերվես քո երեխային, չասես լավ կնեղանա, ոնց ասեմ, իմ մի սոարյուն ունեմ։ Խնդրում եմ հումանիզմով, սխալ սիրով մի մոտեցիր քո երեխային, դու կկործանես նրան։ Առաջին կետը, որ նշանակում է, որ մեզ մոտ, բացի երեխաներից մեզ մոտ կա կախվածություն հեռախոսից, որ կա կապանք հեռախոսից։ Առաջին կետը, եթե կնկատես, քեզ կտեսնես այդ ամեն ինչի մեջ, խնդրում եմ ուղղակի պահիր քո ներսում եւ եթե կուզենաս մենք կաղոթենք քեզ համար։ Առաջին կետը, որ կա կապանք, կա կախվածություն հեռախոսից, ես հիմա մի քանի կետ եմ առանձնացել, խնդրում եմ դու տես քեզ կգտնես այս ամենի մեջ։ Արթնանալու պես ձեռքը գնում է հեռախոսին։ Մեր երևիլեքն ասեմ այո։ Գիտես, ես չեմ ուզում ասեմ մեզ թեվա այս կամ ինչը չէ, այս կախվածություն է, այս բնավորության սխալ մի հատ զարգացում է, որ քո ձեռքը չի գնում Աստվածաշնչին, որ քո ձեռքը գնում է հեռախոսին, ամենաառաջինը, ու այնքան էլ մոտ ես դնում քեզ, չգիտեմ, բարձի տակ, կողի մանի վրա, դարակի վրա, բահարանի վրա,
Ես արթնանալուն պես առաջի գործողությունը առանց աչքերը բացել հեռախոսը ման գտնա։ Գիտես ես ինչա, ես կախում է հեռախոսից։ Ես կախում է հեռախոսից։ Գիտես Դավիթ թագավորը ինչ ասում, Սաղմոս 119:147-ը։ Ինքան ուժեղ խոսք է։ 119:147 Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում, ես քո խոսքին հուսացի։ Գիտես ասում առավոտ շուտ, դեր գալիս եմ քո մոտ և ասում եմ ես քո խոսքին եմ հուսացած, ոչ թե իմ հեռախոսի վրա։ Սիրելիս առավոտ շուտ ուզում եմ հասկանամ, եթե արտանում ես 6-ին, 7-ին, ինչ կա հեռախոսով նայելու։ Ոչ մի բան չկա, ուղղակի դառել է կախվածություն։ Դառել է մեր կյանքի մի մասը։ Ու գիտես սատանան մի հատ էսպես ճեղք ման գալիս, որ մտնի քո կյանք։ Կարող է դու մտածում ես, բայց ինչ է։ Լուրջ չես վերաբերվում այդ ամեն ինչին, բայց իմացի, բաց դուռը։ Երկրորդը, եթե քեզ կտեսնես, դու շատ լարված ես քեզում, երբ որ հեռախոսը քեզ մոտիկ չի լինում։ Կա նման բան, կարա չպատասխանեք, ուղղակի խնդրում եմ ձեր մեջ մտածեք։ Երբ որ հեռախոսը մի բա քո կողքին չի լինում, այսպես գործում ես քեզ, ուրա, դες ես կախվածությունը։ Աստված չի ուզում, որ մենք ինչ-որ մի բանից կախում ունենանք։ Երրորդը, դու ժամերով սայթերի մեջ ես ու ուղղակի անընդհատ թերթում ես նորությունները անիմաստ։ Ոչ մի բան չի գալիս քո կյանք։ Ուղղակի ժամանակը գնում է։ Ժամերով անընդհատ ես բթի վարժությունն է աշխատում։ Դու ոչ մի բան չես ներսնում, բայց ժամանակը գնում է։ Գիտես ինչա նշանակում, որ կա կախվածություն։ Չորրորդ կետը, դու աճույք ես ստանում, երբ որ տեսնում ես ինչ-որ մեկը քո նկարը հավանել է։ Դու աճույք ես ստանում, երբ որ տեսնում ես ինչ-որ մեկը քո գցած վիդեոն տարածել է։ Դու քեզ գնահատված ես զգում, գիտես ինչա նշանակում, որ դու ապրում ես ինտերնետով, որ դու կախում ունես սայթերից։ Որ ես կախում ունեմ սայթերից։ Բայց Աստված չի ուզում, որ մենք ինչ-որ մի բանից կախում ունենանք, կրկնում եմ։ Հինգերորդը, չեն կարողանում կենտրոնանալ Աստվածաշունչ կարդալու վրա, աղոթելու վրա, ուզում ես կարդաս, հեռախոսի ծնգոցը գալիս է, թողում գնում ես են ես նայում։ Եթե կա քո կյանքում խնդրում եմ, այս ամենը ուղղակի իմացիր, եւ եթե ուզում ես, որ այս ամենը քո կյանքից բաց թողնվի, քեզ թվում է շատ հեշտ, ուղղակի չեմ անի, չէ։ Արդեն կա ինչ-որ մի պատ, ինչ-որ մի ձեռք, որը քեզ այս ամեն ինչի մեջ է պահում։ Ամեն։ 6-րդը, երբեք առավոտյան շուտ չես արթնանում աղոթքի համար, քանի որ գիշերը շատ ուշ ես քնել։ Ու այդ ուշ քնելու պատճառը մինչև ուշ ժամ հեռախոսի մեջ լինելն էր։ Եվ 7-րդը, մենք հեռախոսի մեջ ենք անգամ, գիտես, ես այս խնդրին բախվել եմ, երբ որ մեքենայի ղեկին ենք, այս տղերքին է վերաբերվում։ Գիտես, ես մեքենայի ղեկին հեռախոսով զբաղվելուց խփեցի իմ մեքենան։ Շատ մեծ վնաս չէ, բայց ինձ թվաց, որ Տերը ինձ մի հատ ազդակ տվեց։ Ու շատ իրեղի։ Ու այնպես չի ինչ-որ կարևոր բան էի անում, որ պիտի հենց այդ քշելու ընթացքում անեի։ Չգիտեմ, ինչ-որ հայտարարություններ էին այո։ Գիտես, ղեկին, աղբերներ ջան, տղեր ջան, հեռախոսով մի զբաղվեք։ Ես իմ փորձից, իմ վթար ունենալուց հետո այս ամեն ինչը հասկացել եմ եւ 8-րդ կետը միշտ հեռախոսի մեջ ենք անգամ ամենացավալի կետը, երբ որ եկեղեցում նստած ենք ծառայության։ Այս ամենասարսափելի ու ցավալի կետն ամենավերջի կետը։ Գիտես, երբ որ եկել ես ծառայության ու հանում անընդհատ, գիտես, այս խնդիրը իմ մոտ էլ ա եղել, ես կռվելով անցել եմ այս խնդրին։ Ու անցնում եմ։ Քեզ անընդհատ հետաքրքիր է թե ով ինչ տարածեց։ Ես ամերիկյան եկեղեցիներում մինչև երիտասարդները եկեղեցից մի հատ լայվ չեն անում, չգիտեմ, այրեն ուղիղ եթեր չեն անում, չեն սկսում փառաբանել Աստծուն։ Մի հատ նոր նկար չեն գցում եկեղեցից, չեն սկսում ծառայությունը։ Գիտես ինչ, այս ամեն ինչը կապանք է։ Այս ամեն ինչը խանգարում է, որ դու կենտրոնանաս Աստծու վրա, Աստծու խոսքի վրա։ Ու այս ամեն ինչը դուռ է բացում, որ սատանան ուղղակի տրտմեցնի քո կյանքը։ Ուղղակի տրտմություն է գալիս քո կյանքի վրա։ Սիրելի ծնողներ, խնդրում եմ, մի թողնեք ձեր երեխային հեռախոսի հետ մենակ։ Մի թողեք ձեր երեխային հեռախոսի հետ մենակ։ Գիտես, շատ հաճախ դու կարող ես հեռախոսով չընկնես մեղքի մեջ, բայց սատանայի համար կարևորը քեզ շեղելն է։ Ամեն ինչով զբաղվի մենակ Աստվածաշնչին, Աստծո խոսքին ժամանակ չտրամադրես։ Անպայման չի ինքը քեզ գցի մեղքի մեջ, ինքը քեզ ուղղակի կարա շեղի։
Միտքդ ուրիշի անտանի, ուրիշ կողմ տանի, բայց հանկարծ իր այդ Աստծո այդ ժամանակ չանցկացնես։ Ու խնդրում եմ, գիտես, ես մի ստատիստիկա նայեցի, որ հոգևորների, հավատացյալ, կներես, քրիստոնյաների 65% տղամարդիկ պիղծ սայթերի մեջ են և 35% կանայք։ Այս ինչի արդյունքն է, այս հեռախոսով մենակ մնալու արդյունքն է։ Խնդրում եմ սիրելի ծնողներ, ուղղակի վերահասկեք, որովհետև հետո դու չգիտես քո երեխան ինչի մեջ անցնելու։ Ես անձամբ այս մեղքի միջով անցել եմ, գիտես իմ ծնողը այդպեսը չի իմացել։ Ես ընկել եմ ու երկար տարիներ այս խնդիրը իմ կյանքում եղել է։ Ու խնդրում եմ, ինքը մի հատ սարսափելի մեծ մեղք է, որը քո կյանքը կառավարում է, դու դառնում ես իր ծառան ուղղակի։ Դու արդեն քո մտքի քո զգացմունքների վրա չես կարողանում կառավարես։ Ինքն է քեզ թելադրում, թե երբ վիդեո նայես։ Ու դու չես կարողանում հակառակվել իրան։ Խնդրում եմ, սիրելի ծնողներ, ձեր երեխաների հանդեպ ուշադիր եղեք։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտես, այս հեռախոսների թեման առաջին իմ կետն էր, որը որ կապանքներին վերաբերվում էր։ Գիտես, քեզ թվում է ինքը շատ հեշտ նուրբ բան է, կա հաղթարեմ կանցնի, բայց գիտես, ես անձամբ ռիլ ենք ասում, չէ՞, վիդեոները փոքր-փոքր։ Իրան չնայելու համար ծոմ եմ վերցրել մի ամսով ու չեմ նայել, ու ստացվել է։ Այնպես չի, որ ուշքում միտքս իրա կողմն էր, բայց երբ որ ինչ-որ, այսպես ասած, պարապ էի մնում, ուզում էի վերցնել ու նայեի, բայց հիշում էի, որ տեր, չէ, ես պիտի ինձ հաղթեմ։ Խնդրում եմ հաղթիր քեզ։ Խնդրում եմ կանգնիր ու կռվիր քո դեմ։ Իմ ու քո առաջին թշնամին ես ու դու ենք։ Դու քո թշնամին ես։ Խնդրում եմ կռվիր քո դեմ։ Գիտես, երկրորդ կապանքը, որ մեր Գարիկն էլ խոսած, այնքան լավ խոսած այդ ամեն ինչի մասին։ Երկրորդ կապանքը, որ սատանայի համար դուռ է բացում, որը անեծքի համար դուռ է բացում, հպարտությունն է։ Հպարտություն, սարսափելի մեղք։ Հպարտություն։ Հակոբոս 4:6 խոսքը։ Հակոբոս 4:6։ Բայց ավելի շնորհք մի քիչ 5-ից կարդանք, կներեք։ Կամ թե կարծում եք Սուրբ Գիրքը բարակ տեղն է ասում, նախանձով փափագում է հոգին, որ բնակված է մեզանում։ Բայց ավելի շատ շնորհք է տալիս նրա համար, ասում եմ, Աստված անբարտավաններին, հպարտներին հակառակ է կենում, բայց խոնարհների շնորհք է տալիս։ Անբարտավաններին Աստված, հենց ինքը Աստված հակառակ է կենում։ Ինչ է նշանակում հակառակ կենալ։ Ես ինքը քո հետ չի համագործակցում։ Ինչ տիպի ուզում ես Աստվածաշունչը իմացի։ Ինչքան ուզում ես ճոխ աղոթքներ արա։ Այսպես դու խոսի, որ 500 հոգի լսեն։ Գիտես, այդ ամեն ինչի հետևում Աստված կանգնած չկա։ Այդ ամեն ինչը պատուղ չի տալը, որովհետև Աստված հպարտների հետ չի համագործակցում։ Որն է եղել պատմության, մարդկության պատմության, տիեզերքի արարչագործության առաջին մեղքը։ Ով գիտի։ Չէ՞։ Հպարտությունը։ Ով մեր սատիկը։ Հպարտությունը։ Ոնց եղավ այդ ամենը։ Դες սատանան, մինչև սատանան լինել էր էշտակ էր։ Եվ Տիրոջ մոտ էր, եւ փառաբանում էր, եւ օրերից մի օր ինքը ասեց, բայց չէ, բայց ինչի պիտի ես չհավասարվեմ Աստծուն։ Բայց ինչի պիտի ես իրան փառաբանեմ, չէ։ Ես ավելի գեղեցիկ եմ։ Եվ գիտես, այդտեղից այդ հպարտություն, այդ զզվելի մեղքը, որ Աստծո առաջ գարշելի է, առաջացավ մարդկության պատմության մեջ։ Ինչ է նշանակում հպարտություն, ես մի քանի հոմանիշ եմ առանձնացրել։ Հպարտության հոմանիշներից մեկը գոռոզություն։ Ինչպես գլուխը կամ բարձրաճ, որ քիթը քսվում է պատալոկին։ Ամեն ինչ բոլորից քեզ բարձր ես դասում։ Երկրորդը մեծամտություն, որ եթե դու մի քանի բան ավել գիտես, ուրեմն դու ինչ-որ մեկից բարձր ես։ Կարող է դու մի քանի լեզու գիտես, չգիտեմ, լիքը գումար ունես,
Մեր հովիվ Արթուրը ինքան մի հատ հետաքրքիր խոսք էր ասում, տարիներ առաջ եմ լսել ու մինչև հիմա սրտիս մեջ է։ Ասում կարող դու մի քանի լեզու ես խոսում, բայց ինչ որ մեկն է լավ մածուն ա մերում։ Ինչով ես դու նրանից առավել։ Երբեք ոչ մի դեպքում քեզանից ոչ մեկից բարձր մի դասի։ Գիտես, երրորդ հոմանիշը ինքնահավանություն, որ քո մասին շատ մեծ կարծիք ունես։ Եվ չորրորդը փառասիրություն, երբ որ սիրում ես, որ քեզ գովում են։ Երբ որ քեզ գովում են, այսպես չգիտեմ եմ, որ շները պոչը իրար են տալիս, չէ՞, այսպես խաղեր են տալիս։ Այսօր որ լսում են, ասում են մհերն այս ինչ բան արել, ինձ եւ այսպես ցնցում ա ու լախանում ա, լավ եմ զգում։ Գիտես, այս ամեն ինչի հետևում հպարտություն կա։ Այս բոլոր փառքերը Աստծունն ա։ Ամեն։ Բոլոր փառքերը Աստծունն ա։ Ամեն։ Եվ Աստված այս ամենին հակառակ է կենում։ Ամեն։ Ով ուզում է սերի։ Ով ուզում է սերի։ Իմացի, որ Աստված չի համագործակցում հպարտների հետ։ Աստված հպարտերին հակառակ է կենում եւ շնորհք է տալիս խոնարհներին։ Իսկ հպարտությունը, սա երկրորդ կետն է, որը որ կապանքի համար դուռ է բացում։ Երրորդ կետը դատելն ու բամբասելը։ Դատել գից բամբասել իր հետ են գրել, առանձին չեն խոսում։ Գիտես, մի բան եմ ուզում ասել, ու ես խնդրում եմ այս խոսքը պահիր սրտում եմ, եթե քո խոսքերը, եթե քո բառերը, քո խոսքերը դիմացնին չեն բարձրացնում, ուրեմն դու բամբասում ես, ուրեմն դու դատում ես։ Հասկացաք ինչ ասեցի։ Եթե քո բառերը, քո նախադասությունները դիմացնին չեն բարձրացնում, ուրեմն դու դատում ես նրան։ Եթե քո սրտի գիրքը ուղիղ չի, ուրեմն դու բամբասում ես։ Չէ, շատ եմ լսել, ապա այդ մարդ, հա, մի հատ գործ չի կարող իրան ճարի։ Սիրելիս, եթե այդքան մտածում ես, գնա իր համար գործ ճարի։ Եթե չես կարողանում ճարել, ուրեմն ոչ էլ խոսա իր խնդրի մասին։ Գիտես, դատելն ու բամբասանքը դուռա բացում, գիտես, քո դատելով դու դիմացին վնաս չես պատճառում, դու մենակ քեզ ես վնաս պատճառում։ Դուռ ես բացում, որ սատանան մտնի, որ դևերը մտնեն, որ կապանքը գա։ Գիտես, խնդրում եմ, երբեք ոչ ոքին մի նսեմացրու, մի ցածրացրու։ Աստծուն չես կարող պատասխան տաս։ Ամեն։ Չորրորդը, այսի շատ եմ սիրում, մեղադրելը։ Բացեք Ծննդոց 3-րդ գլուխ։ Ծննդոց 3:12 Մարդարիտ, որ կկարդաս մեզ համար Ծննդոց 3:12 երրորդ խոսքը Ադամը ասավ Եվ Ադամն ասեց Ադամն ասաց, այն ինը, որ ինձ տվեցիր, նա տվավ ինձ այն պտրիցը, և ես կերա։ Ամեն, ապրեն շատ մարդարիտ կուրջան ասում է, և Ադամն ասեց, այն կինը, որ ինձ հետ տվիր, նա տվավ ինձ այն ծառիցը, և ես կերա։ Հիշում եք չէ պատմությունը, շատ լավ է, բոլորը գիտեն։ Սկզբից Եվան կերավ, հետո Ադամը կերավ, ու գիտես, ասած եկավ, ասավ Ադամ ինչ արեցիր։ Ասավ տեր դու իր տվեց ինչ, որ կոպիտ ասած չի տայիր, չէր գնես ամեն ինչը։ Քցեց իր վրայից, մեղադրեց Եվային, ու գիտես ինչ եղավ, այդ ամեն ինչի արդյունքում Աստված չասավ, այ Ադամ ջան ճիշտ ես։ Սաղ էդ իր մեղավոր։ Սաղ իրա տակն էր, գիտես եթե Ադամը կանգներ, եթե Ադամը իր տեղում լիներ, որպես տղամարդ, Տես կինը նրա մի մասնիկն էր և նրա կողից էր դուրս եկել։ Սր տեր կներես։ Տեր կներես մենք խախտեցինք եմ պայմանը, որը որ դու դրել էիր։ Ես կաղա իրան գվտարվեին ետևից։
բայց այն անեծքները, այն խոսքերը, որով Աստված ասեց, ինձ թվում է չէր լինի։ Գիտես, այսօր վստահ եմ այստեղ շատերդ մտածում ենք, որ քո կյանքում ինչ կատարվում է, դու մեղավոր չես։ Բոլորը մեղավոր են բացի քեզնից։ Հերդ է մեղավոր, մերդ է մեղավոր, քույրս է մեղավոր, ամուսինս է մեղավոր, կինս է մեղավոր, բոլորը բացի ոչ ես։ Բոլորը մեղավոր են։ Որ իմ կյանքը սենց է դասավորվել, բոլորը մեղավոր են։ Բայց երբեք չեն կարող ասենք, բա ես։ Ես հիշում եմ, մեր գյուղում երիտասարդ տղա էր մահացել։ Ու գիտես, այսպիսի մի արտահայտություն լսեցի, բա ուր էր Աստված, որ ինքը մահացավ։ Բա ուր էր Աստված։ Գիտես, երբ որ ողջ էր այդ տղան, ուր էիք դուք։ Գիտես, Աստված, ինչ որ անելու է, արդեն արել է։ Աստված իր որդուն արդեն տվել է։ Գիտես, արդեն տվել է։ Ուր էր Աստված։ Աստված երկնքում էր, իսկ իր որդին խաչի վրա էր, ահա թե ինչ արեց, ահա թե որտեղ էր Աստված։ Իր որդուն զոհաբերեց իմ ու քո համար։ Երբեք քո նեղությունների ժամանակ չասես, Տեր ուր ես։ Կներես, այդ աղոթքը կարող ես անել, բայց չմեղադրես Աստծուն։ Ես միտքս սխալ ձևակերպեցի։ Փնտրի Տիրոջը, բայց չմեղադրես քո անհաջողությունների, քո ծախորդությունների մեջ Աստծուն երբեք։ Սիրելիս ամուսնուդ չմեղադրես։ Եթե փոխվես դու, կփոխվի քո դիմացինը։ Եթե փոխվեմ ես, կփոխվի իմ կինը։ Ինչի համար եմ ես ուզում փոխվի իմ կինը։ Եթե ինչ-որ բնավորություն կա, ես ես մեր երիտասարդների հետ եմ խոսացել, եթե ինչ-որ մի բնավորություն կա, որը որ իմ սրտով չի, ինչ եմ ասում։ Ասում եմ փոխվի, չէ։ Ես հասկանում եմ, որ ես ուզում եմ այդ ինքը փոխվի, որովհետև ես եմ ուզում։ Ես չեմ ուզում ինքը փոխվի, որ լավը դառնա։ Ես ուզում եմ, որ ինքը փոխվի, որովհետև ես եմ այդպես ուզում։ Ես ինձ եմ սիրում, ես նրան չեմ սիրում։ Ես ուզում եմ, որ իմ ասածը անցնի։ Գիտես, այս մեր երիտասարդներին եմ ես հարց տալը, տվել ձեզ էլ տամ։ Դուք սիրում եք։ Ո՞վ է ձուկ սիրում։ Իսկ ո՞վ է ուտում այդ ձկանը։ Այսինքն դուք ձուկ չեք սիրում, դուք սիրում եք ձուկ ուտել։ Հասկանում ես, եթե մենք ձկանը սիրում ենք, մենք նրան չենք ուտի։ Համաձայն չեք ինձ հետ։ Այսինքն մենք սիրում ենք ձուկ ուտել։ Մենք չենք սիրում ձկանը։ Իրացը դրա վրա չենք ուտում։ Ամեն։ Փառք Հիսուսին այնքան կարևոր է, որ երբեք քո ծախողում ասեմ, ծախորդություն ասեմ, քո կյանքում եղած սխալ այն պահերի համար, որը որ չի դասավորվել են ոնց որ դու էիր ուզում, չմեղադրես ոչ ոքի։ Միակ մեղավորը դու ես։ Միակ մեղավորը ես եմ։ Սովորեք ոչ ոքի չմեղադրել։ Ես դիմացինը պայքարել է, եթե ունի այդ ամենը, ինքը ունի, իսկ ես չունեմ։ Ինքը հասել է դրան։ Դու էլ ունեցի։ Ոչ ոքի չմեղադրես։ Սա այն չորրորդ կապանքն է, որի միջոցով որ սատանան կգա ու կայցելի քեզ։ Գիտես, եթե այս կապանքները կա քո կյանքում եւ 5-րդը ամենակարևորը չներու մնա։ Խնդրում եմ։ Լավ, մինչև այս գործողությունը կանենք, ով է հիշում տերունական աղոթքը։ Հայրն է, չէ, որ երկնքում ես։ Եկեք կարդանք այդ աղոթքը։ Եվ մի անգամից էլ կաղոթենք։ Մատթեոս 6:9 գլխից։ Մատթեոս 6:9-ից սկսենք։ Մեր Հայր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին։ Եվ մի տանիր մեզ փորձության մեջ, այլ ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս։ Ամեն։ Ամեն։ Գիտես, այստեղ
տողի վրա եմ ուզում կանգնենք։ Եվ ասում եմ, եւ թող մեզ մեր պարտքերը ուրիշ թարգմանության մեջ գրված է եւ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտականներին։ Ինչ է նշանակում այս ամենը։ Գիտես, աղոթքը իմ ու քո աղոթքս է։ Մի բան է ցույց տալիս, որ եթե ես ինչ-որ մեկին չեմ ներում, ինչ-որ մեկը կա, որ մինչև հիմա չեմ ներել, Աստծուն էլ աղոթում եմ, որ դու էլ ինձ մի ների։ Այստեղ հստակ գրված է, ինչպես ես եմ ներում, այնպես էլ դու ինձ ների։ Եթե մարդ կա քո կյանքում, սիրելիս խնդրում եմ ոտքի կանգնեք բոլորդ։ Ուղղակի ուզում եմ հիմա մի գործողություն անենք միասին։ Եթե քո կյանքում կա այն հեռախոսային սովորությունը, կա հպարտություն, կա դատելու բան բասել, կա մեղադրել եւ կա չներում։ Եթե ինչ-որ մեկը կա քո կյանքում, որ մինչև հիմա դեռ չես ներել։ Եթե ինչ-որ մեկը կա քո կյանքում, որ մինչև հիմա մեղադրում ես նրան, խնդրում եմ, հենց հիմա իրան բեր քո աչքերի առաջ։ Եթե կա այն մեկը, որ քեզ ժամանակին նեղացրել է, որ դու մտածում ես ինքը քո հետ նման կերպ պիտի չվարվեր։ Եթե կա մարդ, որը քեզ ցածրացրել է, որին մինչև հիմա չես կարողանում բաց թողես, եւ դրա համար իմացի դևերը քեզ կնեղացնեն։ Եթե չներես, ես դևերը քեզ կխեղդեն։ Չեն թողի շնչես։ Գիտես, այս սրանք բաց դռներ են, որտեղից որ մտնում են դևերը։ Եթե մտածում ես սրտիդ մեջ հպարտություն կա, եթե մտածում ես, որ շրջապատ կա, որտեղ ընկնելով բամբասում ես, արի միասին այդ ամենը բերենք Տիրոջ առաջ։ Եվ կապ չունի, խնդրում եմ, գերիր սրտի տախտակներին, կապ չունի, թե քեզ ոնց են նեղացրել, կապ չունի, թե ինչ են արել քո հանդեպ, գիտես, չեն անի առավել մեծ բան, քան արեցին մեր Տիրոջ հանդեպ։ Հիշում եք այն դեպքը, երբ որ կողքի ավազակը ապաշխարեց Հիսուսի։ Գիտես, Հիսուսը ծեծված խաչի վրա օրհնակամ էր լինում, եւ ինչ ասեց, ասեց հայր, չեն հասկանում ինչ են անում, ներիր նրանց, սիրելիներ, չեն հասկացել, թե ձեզ ինչ են արել, ներեք նրանց։ Եվ գիտես, այդ կողքի ավազակը, տեսնելով Հիսուսի անսահման սերը ապաշխարեց այս նույն վայրկյանին, ոնց կարա մարդ այսքան ծեծված լինելով հանդերձ ներիր դիմացնին, նրանով ծեծում էր, նրանով հալածում էր նոր։ Գիտես, այդ սերը, ցույց տու այդ սերը նրա հանդեպ, ով որ քեզ ցավացրել է։ Շատ խորն է կարող է ցավը, ես հասկանում եմ, բայց Տերը պատրաստ է անի քեզ այդ փոսից։ Գիտես, այդ խորը փոսի մեջ դու դևերի հետ կմնաս։ Ներիր, բաց թող։ Աստվածաշունչն ասում է, ատելությունը փթություն է ոսկորներին։ Մարդիկ հիվանդանում են ու պատճառը հայտ չեն հայտնաբերում։ Ատելություն է, չներումը, հենց հիմա, այն ամենամեծ մեղքերից մեկն է, հպարտությունը, որը Աստված երբեք չի համագործակցի քո հետ, կապ չունի որտեղ ես հպարտ, կարող է դու լավ ես ինձանից երբում հպարտ ես դրանով, կարող է դու լավ ես ճաշ եփում դրանով ես հպարտ, կարող է քո երեխաները լավ են սովորում դրանով ես հպարտ, հպարտությունը բոլոր տեղերում հպարտություն է, անպայման չի, որ քիթը բարձր լինի, չէ, դու կարող ես քիթը ցածր լինես, բայց հպարտ լինես։ Քո մեքենան ավելի արագ է գնում, քան դիմացին, կհպարտանաս այդտեղ։ Ավելի գեղեցիկ է մեքենան, քան իմ մեքենան։ Հպարտությունը կգա։ Ամեն բնակավարում հպարտությունը մնում է հպարտություն։ Ամեն։ Ամեն։ Եվ խնդրում եմ, ոչ ոքի չմեղադրես։ Քո կյանքում եղածների հետ կապված։
Եվ բեր քո առաջ այն մարդկանց հենց հիմա աղոթում ենք։ Եթե կզգաս, որ կարիք կա եւ ուզում ես առաջ գաս, կարող ես հիմա էլ առաջ գալ, բայց կարող ես նաեւ տեղից։ Ու ամենակարևորը մի բան եմ ուզում ասել։ Հակոբոս 5:16 Չեմ բացի, անգիր հիշում եմ այդ տեղը։ Իրար խոստովանեք ձեր մեղքերը։ Մենք հավատում ենք, մեր հովի հետ էլ խոսել ենք, որ մենք ունենալու ենք վաղ թե ուշ խոստովանության երկրորդ հարկում մի տեղ կսարքենք, որ այդտեղ ոքի կխոստովանենք, բայց եթե հիմա զգում ես կա, արի առաջ, մեր հովիվը, մեր թեյմին են, պատրաստ են լսել քեզ։ Ես խոստովանությունը պատերաքանդում։ Ես իմ մեղքից ազատվել եմ խոստովանության շնորհիվ։ Մի ամաչիր, այդ կեղտոտ մեղքը մի թաքցրու։ Աստված ուզում է, որ դու ազատ լինես։ Կապ չունի ինչ մեղք կա, մի ամաչիր, քայլ արա։ Տերը պատրաստ է քեզ ազատելու։ Ամեն։ Ամեն։ Եվ բեր քո աչքերի առաջ այն մարդկանց, ովքեր քեզ նեղացրել են։ Եվ գիտես սրտիդ անկենում մինչև հիմա բաց չես թողել իրան։ Ով քեզ վիրավորել է, չգիտեմ, ով քեզ հայոյել է ու անտեղի, կապ չունի։ Ինչ ձևի որ եղել է, ով քեզ թողել է մենակ, ով քեզ լքել է, պիտի չաներ արել է, բոլորի պիտի հիմա ներենք, պիտի բաց թողենք, Աստված ուզում է քեզ գրկի, գիտես ամենաապահով վայրը Աստծո ոտքերի առաջ ընկնելն է։ Ամեն։ Հիմա միասին կաղոթենք, բեր են մարդկանց, եթե կան, եթե չկան